Հարգելի գործընկերներ, քվորում ունենք, ովքեր են կողմ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերին, խնդրում եք վերկել կողմ, դեմ, ձեռնպատ չկա, խնդրեմ։ Պարոն Քոչյան, դիմում եմ որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախագահ, որի անդամն է Մելքոնյան Գագիկը։ Դիմում եմ ձեզ խնդրանք պահանջով։ Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս Մելքոնյան Գագիկը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել։ Արգելեք այս թեմայով նրան խոսել։ Շատ լավ։ Ես պարոն Մելքոնյանի հետ հաշվի առնելով, պարոն Մելքոնյան, խնդրում եմ։ Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսած։ Շատ լավ, պարոն Իրավունք չունես չխոսալ։ Պարոն Մանուկյան, պարոն Մելքոնյան։ Պարոն Մանուկյան, կներեք, էլի այդ մարդկանց փուրը տալուց առաջ մտածեիք։ Շատ լավ։ Չեղավ, հարգելի գործընկերներ, օրակարգը քվեարկել ենք, պարոն Մելքոնյան։ Էմոցիաները դնենք մի կողմ, ես էլ այնքան բարդ օրեր կարող է սպասվի, կարող է չսպասվի, որ իր նկատմամբ լինենք հարգանքով, նաև եւ գերիների նկատմամբ, եւ նրանց ապագայի նկատմամբ, եւ մենք մեր նկատմամբ, եկեք սկսենք այսօրվա մեր աշխատանքը, հետո մենք օրակարգից դուրս, եթե հարցեր լինի, միասին կմնանք, քննարկենք եւ կորոշենք ոնց ենք ապրելու նույնիսկ այս բարդ իրավիճակում։ Համաձայն եք իմ հետ։ Հարգելի գործընկերներ, օրակարգը ձեր բաժանված է, սկսենք օրակարգի առաջին հարցից։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, հարգելի գործընկերներ, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության օրենքում առաջարկում ենք փոփոխություններ եւ լրացում, ըստ էության բովանդակային իմաստով առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում մեր ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են այս տեսակի տրանսպորտային միջոցների ուրեմն քանակը, զուտ նաև վիճակագրական տվյալներ ներկայացնեմ, մարտի 1-ի երեկվա դրությամբ մենք ունենք երկրում հաշվառված երկանիվ մոպեդ 2594, եռանիվ մոպեդ 29, տրիցիկլներ եւ քվադրիցիկլներ միասին վերցրած 127 եւ տեսնում ենք, որ ուրեմն ճանապարհային երթևեկության մեջ նրանց ինտենսիվությունը մեծանում է, ըստ այդմ առաջարկում ենք պարտադիր ապահովագրության պահանջի դրույթը տարածել նաեւ տվյալ տրանսպորտային միջոցների վրա։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցեր հիմնական զեկուցողին։ Գեգամ Մանուկյան։ Պարոն Ղազարյան, այդ ամբողջ քաղաքի գիտի այդ մոտորների, հատկապես հնդիկների վարած մոտորների հետ կապված խնդրեմ, որ վերահսկողությունը ոնց է լինելու, որովհետև ինքը սարսափելի բան է, էլի, բարդ աշխատանք է։ Երկրորդը չգիտեմ, հաստատերը դուք եք, թե ոչ, ես իրականում վարորդ չեմ, բայց շատ հաճախ այդ բողոքը լսում եմ հետևյալի մասին է։ Էլեկտրոմոբիլների ընդհանրապես գույքարկի հետ կապված, դիաուժի հետ կապված, որը ժամանակ առաջ ձևավորվել են մի քանի ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի վարձատրության դիմաց թեստ են իրականացրել եւ մեքենայի դիաուժը իջեցրել է։ Պայմանական այսպես ասեմ, շատ էլ չեմ հասկանում այդ մեքենաներից։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, դիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները դիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն, եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի դիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Հա։ Շնորհակալություն։